Այսօր մեզ է միացել ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, բարև Լեոնիդ։ Շնորհակալ եմ, որ եկար։ Հենց այսօրը մայիսի 28 տոն ռազմական ցուցադրություն զորահանդես վերլուծաբանի տպավորությունը շատ հետաքրքիր կլինի լսել այստեղ ինչ։ Դե գլխավոր տպավորությունը ստեղ նա է, որ որոշում էր ընդունվել ցուցադրել մենակ այն, ինչը որ գնվել է 20 թվականից հետո, մեծ մասամբ մի երկու դեպքում տոսի դեպքում ու տորի դեպքում ոչ, բայց նա էլ դեռ չէր ցուցադրվել շքերթներում, որտեղ 16 թվականից հետո էր եկել, բայց 95%-ը ինչը որ այսօր ցուցադրվել է, գնվել է 20 թվականից հետո, 80%-ն էլ 22 թվականից հետո, ասենք ասենք մոտավորապես։ Ու երևի ասենց մարդու համար, ով շատ խորը թեմայի մեջ չի, ամենահետաքրքիրը կլիներ ինչքան տարբեր երկրներից զենք ուզինամտել։ Դե 7 թիվն է հնչել երկրների մասով, 7 երկրներ։ Որոնք են այդ երկրները։ Հայտնի է, Դե հայտնիները Ֆրանսիան, Հնդկաստան, Հայաստան, Ռուսաստան։ Դե Ռուսաստան կար, չէ՞, Տորտոս, մի երկու ուրիշ բան էլ կար, Կորնետ կար։ Բացի դրանից կա։ Այսինքն ռուսական ռազմատեխնիկա մասնակցել է այս զորահանդեսին։ Հա, կար։ Մեծամասնությունը չէ, բայց մի քանի մոդել կար։ Դե օրինակ կործանիչներն էլ ռուսական են, չէ՞, Su-30-ները, Su-25-ները սովետական։ Դրա համար հələ Su-25-ն էլ ոնց որ նկարներից, եթե մի քիչ էլ է պետք ուշադիր նայել, ոնց որ դաժե մոդեռնիզացիա անցած էր ինչ որ մեկը իրանցից։ Բայց դրանք այն սուրերն են, որոնց մասին չէ, Su-25-ները, սովետականները, 30-ներն էլ հրթիռներով էին, այս անգամ բավականին տարբեր տեսականի։ Դրա համար ոնց որ երկու երկիր էլ կար, որոնց մասին չի նշվել, բայց օրինակ մեծ mail կլասի դրոնը որ վերջում ցույց տվեցին, կարամ խորհուրդ տամ նկարը գցեք AI-ի մեջ, կասի որ երկրից է ու ինչ մոդել։ Իրան։ Չէ, ուրիշ, բայց դե սենց ասեմ, իրանական թերթ եմ տեսել, որտեղ Իրանց բանի մասին է գրվել օրինակի համար կամ որոշ Telegram ալիքներ եւ Twitter-ներ, մեկնաբանել դրանից ավել ինքս չեմ անի, բայց ոնց որ չինական ու իրանականի մասին գրողներ շատ կան այս պահին։ Մի առանցքային հարց, այն ինչ ցուցադրվեց, դա որ տոկոսն է մեր պաշտպանական ռեսուրսի։ Կարծում եմ, որ ասենց ասած բավականին մեծ մի մասն են ցույց տվել։ Ուզում եմ լսել, կան բաներ, որոնք չեն ցուցադրվել։ Կարծում եմ, որ այո։ Բնականաբար մենք դա քննարկել չենք կարա։ Հասկանալի։ Բայց ահագին մասը ինձ թվում է ցուցադրվել է, բավականին մեծ լուրջ մասը նրա, ինչը որ ցուցադրվել է։ Դա պաշտպանական սպառազինություն է, թե հարձակում։ Դե չկա տենց բան, ես միշտ ասում եմ, որ չկա պաշտպանական։ Շատ են օգտագործում այդ։ Հա, դա քաղաքական բարապաշար է, որ երբ որ ուզում ես մերժես, ասում ես այս հարձակողական զենք է, բայց երբ որ ուզում ես վաճառես, մեկ էլ այդ հարձակողականը պաշտպանական է։ Դա հրետանին հիմա պաշտպանողականն էլ է, հարձակողականն էլ է։ Հակաօդային պաշտպանությունը ամենապաշտպանողական ոնց որ թվում է թե բանն է, բայց ով կարա գրո անի առանց հակաօդային պաշտպանության կիրառման, օրինակ, էլի պետք է օգտագործես, չէ՞։ Գործիք է։ Մեր եւ Ադրբեջանի հոփերը համեմատելի են։ Ինձ թվում է Ադրբեջանը գոնե եթե բաց բանը վերցնենք, մի քիչ մեկա դեռ ավելի մեծ տեսականի ունի ու ավելի շուտ է սկսել ամեն ինչը զարգացնել, կարծում եմ, որ հոպի պարագայում սենց ասենք, օրինակ կարճ հեռավորության հոպերը, գերկարճ ես կասեի համել, որը հրետանի է զենիտային, օրինակ ես դրա, օրինակ ես շքերթում չտեսա, ոչ մի բան չգիտեմ կա թե չէ, բայց օրինակ դրա վրա մեծ շեշտ է պետք գնել ու շատ արագ ինձ թվում է, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ հրթիռներով չի լինի էժան այդքան մասսայական, օրինակ անօթաչու սարքերի դեմ պայքարել։ Ինքը կարա օրինակ խփի այդ անօթաչու սարքը, բայց
50-ատ է գալու, ոչ մեկ այդքան հրթիռ չունի, էլի։ Շատ են ասում, որ տանկի հրետանու ժամանակները անցյալում են արդեն։ Հիմա եկել է ԱԹՍ-ների եւ հրթիռների դարաշրջանը, պատերազմները ելքը դրանք են որոշում։ Օրինակ Իրանի պատերազմը Իրանը կարողացավ հակակշռել ամերիկյանին իր Դե Իրանը մի քիչ նման պատերազմ չի, այնտեղ չի եղել ցամաքային որևէ կոմպոնենտ, զամար ոնց համեմատել։ Դրոններ, հրթիռներ, հա, բայց դե իսկ եթե ամերիկյան բանակը գար փորձեր հարձակողական գործողություններ աներ, տանկել էր օգտագործելու, հրետանել էր օգտագործելու, բնականաբար ու հետևակ էր օգտագործելու։ Տանկը հələ մի քիչ երևի ավելի քննարկելի է, գոնե այն տեսքով, որ այսօր իրանք գոյություն ունեն, ինչ որ կրիզիսի մեջ է դա գտնվում, կարծում եմ, որ ինչ որ մի հատ բան է պետք վերանայում այդ կոնցեպտի, բայց մեկը ոչ մի նոր բան չեն հնարել, էլի, ոնց այդ առաջ գնաս։ Եթե ավտո լինի դրա տեղը ու իր ավտոին խփեն, ավելի վատ մեջին գտնվողները։ Ուկրաինական ճակատում ինչով ասես ծածկում են տանկը, բայց էլի չի օգնում։ Հա, այդ ծածկելուց էլ իր ֆունկցիոնալն է կորում շատ ուժեղ, նենց չի որ այդ ծածկելը տենց ինչքան ուզես կարաս ծածկես, բաշնյան չի ֆռում էլ լրիվ օրինակի համար։ Ինչ էդ էլ է այդ ամեն ինչը մեծ խնդիր է ու ինչ որ ասում եմ նոր մոտեցում է պետք ունեք դրոնի հետ ինտեգրացիա տանկի հենց կամ որ ինքը ինչ որ կառավարման մեքենա դառնա փոքր ինչ որ ուրիշ փոքր դրոնների համար պաշտպանված մի քիչ ավելի հեռվում գտնվող ինչ որ հրամանական կետ դառնա տարբեր մոտեցումներ կան մտքեր բայց ոչ մեկ դեռ չի գտել այդ ճիշտ մոտեցումը, բայց հրետանին ինքը լրիվ աշխատում է օրինակ ռուս-ուկրաինական ճակատում։ Մեկը ինքը իր դերը ունի, դրոնը մի բան է, հրետանին մի քիչ ավելի մասսա է կարում սարքել եւ ավելի մեծ պայթյուններն էլ են դե ավելի լուրջ շատ, քան ասենք այդ փոքր դրոնը 500 գրամ օրինակ կարում է ինչ-որ պայթուցիկ տանի։ Շենքի, օրինակ շենքի դեմ չես պայքարի դրանով քաղաքում։ Դե քանի որ մենք շատ կարևոր փուլում ենք ներքաղաքական, այսպիսի միջոցառումները նաև մտնում են այդ քննարկման դաշտ եւ այսօր ես մի քանի այդպիսի ռեպլիկների հանդիպեցի, դե դա ցուցադրություն է հանուն PR-ի, կհամաձայնեիք այդպիսի մոտեցումով։ Դե ամեն ինչն է ունի PR-ի մի մաս, ու ինձ թվում է ամեն ռազմական շքերթը ինչ որ չափով PR event է, չէ՞, նաև հիմա PR-ը կարա ուղղված լինի դուրս դեպի կամ կարա դեպի ներս ուղղված ավելի շատ լինի։ Կարծում եմ, որ այս դեպքում մի քիչ ավելի ներս էր ինքը ուղղված, ասենք ցույց տալ, որ, չգիտեմ, ահռելի գումարները չեն ծախսվել ոչ մի բանի համար, օրինակ։ Իսկ գումարները իսկականից կարծում եմ, որ բաց աղբյուրներ, այսօրվա այդ ամեն ինչը որ նայենք հայկական Հայաստանից ինչ գումարների գնումներ են եղել տեղականներից, այդ գումարը նախ 3 միլիարդից մեծ է, ավել է, ասենք 3-4 միլիարդի մասին խոսքը կարա գնա, որը դե շատ Հայաստանի համար դե տենց գումարներ երբևիցե չեն ծախսվել գնումների վրա, դաժե մոտիկ դրա։ Իսկ ի՞նչն է պատճառը ֆրանսիական, հնդկական զինտեխնիկան հայկական անուններ է կրում։ Այդ հետարքիր հարց է, որի հստակ պատասխանը ես բնականաբար չունեմ, ունեմ ոնց որ մի քանի մտածելու վերսիա, օրինակ մեկը որ կար մի այդ օրինակ այն երկու երկիր է որ մենք քննարկում ենք որ կարող է իրանք են ասենք իրանցը չէին ուզում ասել բայց դա այդ ժամանակ տարօրինակ կարար լինել իսկ ինչի դա չեն ասում իսկ նրան է իսկ օրինակի համար կարա տենց լոգիկա լինի ինձ թվում է որ դա մի քիչ մեկը այսօրվա աշխարհում չաշխատող մոտեցում է որովհետև օրինակ Սեզարը օրինակի համար կամ հնդկական զենքերի մեծ մասը որ Տիգրան մեծ հիմա շարած են եթե գնաք իրանց մեծ մասի վրա իրանց իսկական անունը գրած է մոտով քայլելով կարելի նայել էլի մոտա այն մնացածն էլ ինչը որ
նշեցի նկարը գցում ես ինտերնետ, միանգամից բերում է Google Lens-ը, ChatGPT-ը, ինչա, բնականաբար դրսի էքսպերտներն էլ աչքով նայելով էլ ասում եմ, ահագին մարդ գրել է, էլի, ինչի մասին է խոսքը գնում, դա չի լինի թաքցնել ոչ մեկից։ Կամ էլ պիտի ցույց չտաս։